Իրականում սարսափում եմ արհեստական բանականությունից, որովհետև բավականին վտանգավոր է գնալով դառնում։ Հաջորդ աղմուկ բարձրացրած հարցը, որը արդեն արտասահմանում է շատ լուրջ, որ ինֆլուենսերներին եւ մոդելներին շատ դեպքերում օրինակ կան մոդելներ, ովքեր ասում են, ես չեմ նկարվի ներքնազգեստով, չգիտեմ, քաղաքի կենտրոնում։ Բայց արհեստական բանականությունը այդ հարցը լուծում է ու շատ մոդելներ արտասահմանում, արդեն որոշները Երևանում կորցնում են իրենց աշխատանքը։ Ինչ կարծիք ես արհեստական բանականության այդ ուղղության մասին։ Իրականում սարսափում եմ արհեստական բանականությունից, որովհետև բավականին վտանգավոր է գնալով դառնում։ Իրեն կարող են վերցնել քո արտաքին տեսքը, քո ձայնը եւ ստեղծել հոլովակներ, որտեղ որ դու չես նկարվում։ Իհարկե դա ռեալ չէ, բայց չգիտեք թե մի քանի տարի հետո ինչ կարող է լինել։ Կարծում եմ ռեալ, նորմալ կարգին մոդելներից այն կողմ հաստատ արհեստական բանականությունը կորցնելու է իր շուքը։ Կարևոր բան մարքետոլոգների, ինֆլուենսերների, մարքեթինգով զբաղվողների համար։ Instagram-ը, Facebook-ը եւ YouTube-ը բլոկավորում են արհեստական բանականությամբ ստեղծված կոնտենտը։ Քանի որ եթե դու ունես ապրանք վաճառքի եւ վաճառում ես այն արհեստականորեն ստեղծված տեսանյութերով, ապա Facebook-ը դա համարում է խաբեություն։ Այդ իսկ պատճառով նմանատիպ կոնտենտը միայն ուրախանալու, զվարճանալու եւ այլ բաների համար է։ Բայց ապրանք վաճառելը դա ռեալ չի, այդ իսկ պատճառով արհեստական բանականությունը դեռևս սոնայպես գերեզգույններին չի փոխարինելու։ Շնորհակալ եմ շատ։